Բարև ձեզ, այլ տարբերակ չունեի։ Կիրակի օրը արտանետես ելան կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած որոշմանն է, երբ որ Վահագն Հովհաննիսյանը մերժեց անցկացնել վերաքվեարկություն այն 3 ընտրատեղամասերում, որտեղ չեղյալ էին համարվել ընտրությունները, եւ հենց Կիրակի օրն էր վերահաշվարկի վերջնական ամփոփումներ, որտեղ ասացին, որ Բարեվաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակում ակցիա էր եւ միասնական ընդդիմության ակցիաներ, որին նաեւ դուք էիք տեղյակ։ Խնդրեմ մեկնաբանեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս հայտարարած պահվածքը, ինչ հակաօրինականություն է սա։ Նախ մինչև հասնել այստեղ պետք է նորից ու անընդհատ հիշենք, որ այս Արցախը հանձնած Արցախի ընտրությունները վերացրած այս իշխանությունները իրականում վերացրած ֆիզիկական տարածքում, այստեղ ինչ որ մասով կատարվում է։ Այս ահաբեկչական խմբավորումը նախ սահմանադրական կարգը տապալելով գողացել է հավաքական դիմադրության հաղթանակը, որովհետև հավաքական դիմադրությունը իրականում հաղթել է քաղաքացիական պայմանագիր ընտրակեղծարարներին, որոնք զենքը դրած ժողովրդի գլխին տանում են ընտրատեղամաս եւ քվեարկել տալիս իրենց։ Մենք դա տեսանք նաեւ ոչ միայն ժողովրդի գլխին զենքը դրած, այդ զենքը դրածը, որ ասում եմ, հասկանում եք, չէ՞ որ մետաֆորա է, այլև մենք տեսանք բանով զինվորների ընտրատեղամասերում քնից հետո եւ ընտրատեղամասը փակելուց 4 ժամ հետո զինվորներին տարել էին տեղամաս զորով քվեարկելու։ Ժամը 2-ին այն պահին, երբ որ այս ոմն քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս տվեց եւ ինքն իրեն հռչակեց հաղթած, դա այն պահն էր, երբ տապալվեց սահմանադրական կարգը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի վերացավ։ Մանավանդ որ այդ պահին հաշվարկը դադարեցված էր եւ ընդամենը 10-15% տեղամասերի արդյունքներն էին մշակվել։ Սա շատ նման է 96 թվականին, երբ որ ընդդիմությունը հաղթում էր, այն ժամանակ ընդդիմություն էր, հիմա է այդ որ դիմադրություն է, էլի, որովհետեւ հիմա չկա իշխանություն Հայաստանում օրինական, որպեսզի լինի ընդդիմություն։ Հիմա կա օկուպացրած, զավթած, կոլաբորացիոնիստական ինչ որ մի հատ խունտա։ Եվ 96 թվականին դուրս եկան ասացին 100% էլ հավաքի, մենք իշխանությունը չենք տալու։ Նույնը այստեղ է, երբ որ ժամը 2-ին ինքը դուրս եկավ, ինքն իրեն հաղթած հռչակեց, դա հայտարարություններ այն մասին, որ նույնիսկ եթե արդյունքները այլ բան ցույց տան, միևնույն է կապ չունի, մենք ենք այստեղ հաղթողը։ Այս իմաստով դիմադրության ուժերը ունեն անելիք ընտրողների ձայները պաշտպանելու։ Չէ՞ որ մարդը գնացել է, ճանապարհ անցել, այդ անձնագիրը տվել է, այնտեղ մատնահետ կա տվել, վերցրել է այդ կտրոնը, գնացել է այդ քվյախուցի հետևում այդ թերթիկներով, մեջից առանձնացրել է այն համապատասխան քվյաթերթիկը, որով ուզեցել է ընտրի ու տարել է գցել է այդ արկղի մեջ։ Եվ այսինքն ահագին գործ է արել եւ ահագին էներգիա է ծախսել, որպեսզի այս դիմադրության ուժերը հաղթեն այս Արցախը հանձնած ահաբեկչական խմբավորմանը։ Եվ այս իմաստով պետք էր պաշտպանել նրանց ձայները։ Դա անելու համար ժամը 2-ին պետք էր ընդվզել, երբ որ այդ հայտարարությունը արեց։ Մենք գիտենք, որ սրանից առաջ էր ընտրակեղծիքները շատ ակտիվ տեղի ունենում, մասնավորապես սա առաջին ընտրություններն էր համապետական Հայաստանում, երբ հիմնական դիմադրող ուժի առաջնորդը կալանքի մեջ էր անցկացնում ընտրապայքարը, քարոզարշավը եւ հիշենք թե ինչի համար են նրան զրկել ազատությունից, եկեղեցին պաշտպանելու համար։ Նա ասել է, ես իմ ձևով կպաշտպանեմ իմ եկեղեցին եւ նրան ապօրինի ահաբեկչորեն տերորիզմով զրկել էին ազատությունից։ Հետո դե կալանքը փոխարինել էին տնային կալանքով, տենց մասնակի հանդիպումներ էր ունենում, բայց դա ոչ մի բան է նրա հետ, որ նա կարող էր հանդիպել ժողովրդին, գյուղացիներին, քաղաքաբնակներին եւ իր խոսքը ասել եւ այդ վստահությունը ներշնչել ու հարաբերություններ ստեղծել այդ մարդկանց հետ։ Մինչդեռ տեսնում էինք այս խունտան ամեն տեղ գնում ու խաբում էր մեր ժողովրդին։ Նաև ընտրությունները կեղծվել են, երբ որ արտաբյուջետային ծրագրեր են իրականացրել եւ օրինակ ասենք թոշակի բարձրացումը
առողջապահության այդ ապահովագրությունը, ինչպես նաև այդ վարորդներին, վարորդական իրավունքը կորցրած վարորդներին ներելը, ի վերջո այս թոշակների բարձրացումը, այս տղան, որ ասում էր բանը 10 հո չենք բարձրացնելու թոշակները, իրանք չգիտեն ինչ պետք է անեն, հետո բարձրացրեց, սա ազգային ժողովով հաստատված ծրագիր չի եղել, չէ, ամեն տարի ազգային ժողովը բյուջե է հաստատում, ու սրանք փաստորեն արտաբյուջետային ծրագիր են իրականացրել մեր հարկերի հաշվին, առանց մեզ տեղյակ պահելու։ Սա ընտրակաշարք է, ուղիղ ասենք, անկախ նրանից թոշակի անունով է դա, առողջապահական ապահովագրության անունով է դա, եթե դու անարդար մրցակցային պայմաններ ես ստեղծում, քանի որ բյուջեն քո ձեռքն է, դու կաշառք ես բաժանում։ Սիրելի դավաճան ԿՊԱ-ականներ, դուք կաշառատու եք, հասկացեք վերջապես, ամենամեծ կաշառքը դուք եք բաժանել։ Դուք թոշակի տարիքի մարդկանց բաժանել եք 10,000 դրամ եւ ինչպես նաեւ այդ ապահովագրության հետ կապված տարբեր աստիճանի կաշառքներ եք բաժանել, ընդ որում բժիշկների աշխատավարձերի հաշվին։ Կրկին, դուք կաշառատու եք։ Երբեք մի մոռացեք, որ բացի դավաճանից դուք ընտրակեղծար եւ կաշառատու եք։ Ոչինչ, որ զենքը դրած գլխներիս այս պահին դեռևս կարողանում եք իշխել, այդպես ասենք, իշխել են նաև Պաբլո Էսկոբարը, Ալ Կապոնեն, Յապոնչիկը, այս մակարդակի եք դուք, կամ ասենք ISIS-ի ահաբեկիչներն են իշխել զենքը գլխներին դրած, որովհետև այն ժամանակ ձեր զենքը սուտն էր, խաբելով էիք իշխում ժողովրդին, այժմ զինաթափել է ձեր ժողովուրդը, քանի որ ոտից գլուխ գիտի ով է, հիմա ստիպված եք զենքով իշխել։ Շարունակենք ընտրակեղծարարության թեման, չմոռանանք Վալոդիա Գրիգորյանի սպանությունը, որովհետև դա пассив կազմակերպված սպանություն է։ Ինչ է նշանակում пассив կազմակերպված սպանություն, պետական սպանություն։ Պետական չէ, սրանք պետության հետ կապ չունեն, ահաբեկչական սպանություն։ Դա նշանակում է, որ երբ ամբողջ իրավապահ համակարգը տասնյակ քննիչներ քննում են անմեղ հոգևորականների գործեր, անմեղ քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործեր, անմեղ մարդկանց գործեր, որոնց տունը սրանք հանձնել են եւ սրանք արդարացիորեն խնձորով կամ հովանոցով պատասխան են տալիս, շպրտում են իրancs վրա։ Կամ ասենք Սամվել Վարդանյանին, որ խոշտանգել էին։ Այս ամբողջ իրավապահ համակարգը երբ զբաղված է սրանով եւ կա իրական վտանգ ընտրված համայնքապետի նկատմամբ սպանություն իրականացնելու, իրավապահ համակարգը փաստորեն այդ ռիսկը հաշվի չի առնում, քանի որ զբաղված է այլ գործունեությամբ։ Եվ այդ ռիսկը հաշվի չառնելը բերել է այդ ահաբեկչությանը եւ քաղաքացիական պայմանագիրը пассив կազմակերպել է Վալոդիա Գրիգորյանի դեմ ահաբեկչությունը, որը ազդել է նաեւ ընտրությունների վրա, քանի որ Փարաքար համայնքում, ինչպես տեսնում ենք, գյուղեր կային, որտեղ ԿՊ-ն փաստորեն կարողացել է այդ իր ռազմավարությամբ մարդկանց մոտենալու եւ անձնական հարաբերություններ ստեղծելու, ոմանց կաշառելով, ոմանց ահաբեկելով, ստեղծել այս իրավիճակը։ Չմոռանանք, որ հանրային գործիչ Նայիրի Հոխիկյանի վրա, որ հարձակվել էին երկու ԿՊԱ-ական վարձկաններ, հայր եւ որդի, իր տան մոտ, տան վրա հարձակում էին փորձել կատարել եւ փորձել էին Նայիրի Հոխիկյանին առևանգել, սա հենց Փարաքար համայնքի գյուղերից մեկում էր եւ Վալոդիա Գրիգորյանի ողջ լինելու պարագայում բնականաբար այսպիսի բան տեղի չեր ունենա եւ այս ահաբեկումը չեր լինի։ Չմոռանանք նաեւ, որ Նայիրի Հոխիկյանի եղբայրը Ներսես Հոխիկյանին այդ ընտրատեղամասում հարձակման էին հարձակվել էին վրան եւ մի քանի վարձկաններով ԿՊԱ-ական ու բռնության ենթարկել։ Սա եւս բնականաբար ընտրակեղծիք է ահաբեկչության միջոցով։ Շարունակենք ընտրակեղծարարությունները։ Վարդան Ղուկասյանի կալանավորումը, Դավիթ Համբարձումյանի կալանավորումը, մեկը քաղաքապետ, մեկը համայնքապետ, եւս վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ընտրակեղծարարության հետ, քանի որ այդ կազմակերպչական ուժերին լիկվիդացնում են։ Չմոռանանք նաեւ, որ Անդրանիկ Թևանյանին, ԲՀԿ-ի երկրորդ համարին, Մայր Հայաստան կուսակցության առաջնորդին, փաստորեն երկու շաբաթ առաջ ընտրություններից կալանավորեցին շինծ ու մեղադրանքով, ինչի համար, կարևոր չի ինչի համար, կալանավորեցին, նպատակը այն էր, որպեսզի ԲՀԿ-ի հետ այս խաղը խաղան, որպեսզի ԲՀԿ-ն այս պահին Անդրանիկ Թևանյանը չլինի եւ չկարողանա տեր կանգնել իրենց ընտրողներին։ Եվ դա արել են Անդրանիկ Թևանյանի տղայի
վերջին զանգի օրը։ Դուք պատկերացնում եք այս նեոբոլշևիկյան մտայնությունը, հա, այսինքն եթե այս ամբողջ այս ընթացքում, այս տարիների ընթացքում ուզենային կալանավորել, իրենք ընտրել են հենց այդ 720 օրվա մեջ, ենթադրենք, այս հենց այդ մի օրը, որ տղայի վերջի զանգն է։ Մյուսը բնականաբար Ալիկ Ալեքսանյան, հա, ուժեղ Հայաստանից, նրա կալանավորումն է եւ ընդհանրապես ուժեղ Հայաստանից 700-ից ավել մարդկանց կալանավորումները եւ նրանց վարկաբեկումները այդ հաղորդագրություններով քննչական կոմիտեի նախաքննական գաղտնիքը բացահայտելով, անմեղության կանխավարկածը խախտելով, սա իրավական այս շիզոֆրենիան իրականացել է ընտրակեղծարարության համար եւ քննչական կոմիտեն այսօր բնականաբար նույն բանն է, ինչ որ քաղաքացիական պայմանագիրը ցավոք, որովհետեւ այդ քննիչները մեր քննիչներն են, ոչ թե Հիկմեթ Հաջիևի կամ Իլհամ Ալիևի կամ Նիկոլ Փաշինյանի։ Այդ ազատագրումը անպայման կլինի եւ մեր քննիչները կզբաղվեն իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ, ոչ թե հայկական ժամանակի լրագրողներ կաշխատեն։ Չմոռանանք նաեւ որ քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին հայտարարություններ արել այն տրամաբանությամբ, որ բացահայտվել է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, մինչդեռ այդ ամենը հերքվեց։ Իսկ ով պետք է պատասխան տա։ Քննչական կոմիտե ով պետք է պատասխան տա մարդուն վարկաբեկելու եւ սուտ տեղեկություն տարածելու համար։ Լսում եմ, բան էիք ուզում ասեիք ոնց է։ Այո, Արթուր Ավանեսյանը։ Հա, Արթուր Ավանեսյանը կարծես թե ասած լրիվ մոռացվել է, ինչ որ տենց կար եւ հիմա չկա, այ մեր հերոսն է, հա, մեր հետախույզներից լավագույն ու տենց փաստորեն նորմալ է Հիկմեթ Հաջիևը գա Դիլիջանում ֆրֆրա, բայց Արթուր Ավանեսյանը հիմա լինի կալանավորված։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներն մենք ենք դրանով զբաղվելու, ձեր անազատությունը ուժ է հաղորդում նաև այս մեր պայքարին, քանի որ ձեր փորձով մարդիկ օրինակ են ստանում, որ անազատության, ֆիզիկական անազատությունը չի կարող հոգու ազատությանը խանգարել, դա թե Բագրատ Սրբազանն է ցույց տվել, թե Միքայել Սրբազանը, թե Խաչատուրովը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Արթուր Ավանեսյանը, թե Աշոտ Մինասյանը, որին ասես, որին թողնես, թե Կարապետ Պողոսյանը, Գյումրեցի, որ հիմա էլի ընտրությունից ընդամենը մի օր առաջ տարան փակեցին, անվերջ են այս անունները եւ այս բոլոր անունները նեոօսմանական այս հակաքաղաքակրթական էության բանտարկյալներն են եւ այս բոլոր բանտարկյալները պայքարում են հանուն քաղաքակրթության եւ հանուն ազգերի միջև միմյանց հարգանքի։ Վերադառնալով ընտրակեղծիքների թեմային, չմոռանանք, որ դիտորդական առաքելությանը սրանք բան արեցին, խստացումներ մցրեցին եւ այս խստացումները կապված էր նրա հետ, որ տեղամասերում չլինեն ավելի տենց վերահսկողություն չլինի, որ իրենք ուզենան տեղամասերում ինչ ուզեն անեն, հա, թույլ լինի, կվախեցնեն մարդկանց, պետք լինի խփեն եւ այլն, եւ մենք տեսանք, որ օրինակ Սոտքի դեպքով, որ եթե այնտեղ այդ մի հոգին չլիներ, որը բաներ անում նկարում էր այդ զինվորականներին, որ տեղամասը փակելուց հետո բերել էին քվեարկության, փաստորեն այդ մի հոգու շնորհիվ է, որ կարողացել են այդ ընտրակեղծարարությունը կանխեն, իսկ ուրիշ տեղեր բնականաբար չի ստացվել։ Եվ սա իհարկե նրանք այս օրենքները մցրել են այդ իրենց ՀԿՇՄԿ-ների միջոցով, որոնք այս տարիներին ծառայել են ԿՊԱ-ականներին ու այդ դիտորդական առաքելության սահմանափակումները եւս ընտրակեղծարարություն է։ Հիմա գալով հետընտրական process-ին, դա հետընտրական process-ում արդեն տեսնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը գոյություն չունի, փաստորեն զբաղված է ինքը համ նկարիչ է, համ նկար ջնջող է, որովհետև մի կողմից նկարել է ԲՀԿ-ի ձայները ավելի քիչ, քան կա, մյուս կողմից նաև ջնջում է այդ ձայները, որովհետև այդ տեղամասերը չեղարկելը փաստացի ջնջելն է այդ ձայները եւ վերընտրություն
վերաքվեարկություն չկազմակերպելը, որը նրանք պարտավոր են անել օրենքով, որովհետև օրենքն ասում է, եթե ընտրությունների վրա ազդեցություն է ունենում, ապա պետք է կամ վերաքվեարկություն անեն կամ ընդհանուր ընտրությունները նորից լինեն, ինչպես նաև կա վարչական դատարանի ակտ դրա հետ կապված եւ ինչ է ստացվում, ստացվում է այն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե մեկնաբանում է որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով օրենքը, որ այո ազդեցություն ունեցել է եւ այդ ազդեցությունը ունեցել է հետևանք եւ այդ հետևանքը կոչվում է 5 մանդատ 50,000 ձայն ստացած կուսակցությունից խլելը, այսինքն կա այս երկրում քաղաքացիների հսկայական մի բաժին, որը ըստ օրենքի իր ներկայացուցիչն է ուղարկել ազգային ժողով, հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնաբանում է, որ ոչ ազդեցություն չի ունեցել այդ տեղամասերի չեղարկումը։ Այդուհանդերձ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը չմոռանանք ով է, հայկական ժամանակի աշխատակից է, որը Իմ քայլը խմբակցությունից падգամավոր էր եւ չմոռանանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն կարող էր դառնալ այս սահմանադրության պայմաններում, որովհետև այս սահմանադրությունը թեև ասում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է, բայց եկեք մի հատ տեսնենք ինչպես է ընտրվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Ուրեմն այս սահմանադրության համաձայն քաղաքացիական պայմանագիրը Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի համաձայն այդ քաղաքացիական պայմանագիրը ուներ 71 падգամավոր, որը փաստորեն 3/5-ից ավելին է։ Ինչի 3/5, որովհետև 3/5-ը падգամավորների թվի 3/5 կողմ ձայները ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ 3/5-ը 65 падգամավոր է կազմում։ 65 падգամավորով ընտրվել է Վահագն Հովակիմյանը որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Այսինքն ԿՊ-ն միահեծան կարողացել է իր թեկնածուին դարձնել անկախ մարմնի նախագահ։ Հիմա սա անկախ մարմին է։ Արդյոք անկախ մարմին է, եթե ԿՊ-ին է պատկանում նրա նախագահը։ Իհարկե ոչ։ Եվ սա ինչի համար եմ ուզում ասել։ Սա ուզում եմ ասեմ, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, որ ընդհանրապես այս կառավարման խնդիրները ոչ թե անձով են պայմանավորված, այլ պայմանավորված են նման մեխանիզմներով, որտեղ փաստորեն մի կուսակցությունը եւ մի անձը հնարավորություն ունեն անկախ մարմիններում իրենց մարդկանց նշանակել։ Հիմա թղթի վրա գրած է անկախ մարմին, բայց փաստացի այս մեխանիզմով, այս բանով, ալգորիթմով մենք ստանում ենք կախված մարմին։ Եվ եթե մենք դժգոհ ենք, որ Վահագն Հովակիմյանը այսպիսի ֆոկուսնիկություններ է անում, ապա պետք է դժգոհ լինենք այդ ֆոկուսնիկությունը անելու պատճառահետևանքներից եւ պատճառահետևանքները խնդրեմ այս օրենսդրությունն է, որը տալիս է այսպիսի հնարավորություն։ Եթե չենք ուզում այսպիսի բան, ուրեմն պետք է չուզենք միահեծան իշխանություն, որը ցավոք սրտի ապահովում է մեր սահմանադրությունը։ Հիմա պարզ է, որ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ գոյություն չունի, երկու չի փորձում վերականգնել իր գոյությունը, քանի որ Կիրակի օրը նրան տրված էր այդ հնարավորությունը վերականգնելու իր գոյությունը։ Այն ժամը 2-ի հայտարարությունից հետո, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորցրեց իր գոյությունը, նրանք հնարավորություն ունեին Կիրակի օրը վերականգնելու հունիսի 14-ին։ Չարեցին, գոյություն չունեն։ Հիմա Հայաստանում փաստորեն գործ ունենք պետական անարխիայի հետ։ Այսինքն օրենքները գրված են, բայց օրենքները չեն իմպլեմենտացվում, չեն կատարվում։ Ուրեմն ինչ է։ Պետական անարխիա է։ Այդ դեպքում քաղաքացիները ինչի պետք է հետևեն օրենքներին։ Կարող է ինչ-որ մեկը բացատրի, ինչի քաղաքացի Վահագն Հովակիմյանը, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, Դավաճանն ընդ որում չպետք է հետևեն օրենքներին, իսկ իշխանությունը, որը պատկանում է իրականում ժողովրդին, ժողովուրդը պետք է վախեցած տենց ըստ օրենքների շարժվեն։ Ինչի պետք է օրինակ 100 հատ, չգիտեմ, այնտեղ անմեղության կանխավարկածը խախտելով, նախաքննության գաղտնիքը խախտելով ընտրակաշառքի դեպքեր բացահայտվեն, բայց օրինակ քաղաքացի ոմն ռասիստ Նիկոլ Փաշինյանը, արցախաֆոբ եւ ռուսաֆոբ եւ առհասարակ մարդաֆոբ
պետք է գա ասի ես հաղթել եմ, սահմանադրական կարգը տապալի եւ կամ ինչի պետք է օրինակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացի ոմնը նախընտրական խոստման մեջ ռասիստական միջազգային իրավունքի խախտման Հայաստանի սահմանադրության խախտման խոստում տա, չէ, խոստացել է, չէ, նախընտրական ծրագրով, եթե դուք ինձ ընտրեք, ես գալու եմ խախտեմ սահմանադրությունը, հեռացնեմ կաթողիկոսին, նոր կաթողիկոս նշանակեմ, մի խոսքով sense մի հատ լրիվ բան անում, էլի, sense մեր օրենքները, որոնք մենք տենց մեր մասնագետները նստել են, սարքել են, որ մեր համակեցությունը ապահովեն, հիմա այս մեկը, որ ասենք այդ սահմանադրությունն էլ ընդունվել է ժողովրդի հանրակրվեով, չէ, իրանք էլ ընդունել են, եթե չեմ սխալվում, որտեղ այդ սահմանադրությամբ են այնուամենայնիվ գալիս փորձում իշխանություն վերցնել։ Հիմա, եթե այդ սահմանադրությունը, որը ժողովուրդն է ընդունել եւ եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչու այդ ոմն դավաճանը պետքա խախտի այդ սահմանադրությունը, մեր ընդունած սահմանադրությունը, հա, ու տենց առոք-փառոք իր համար ֆրֆռը, իսկ օրինակ Կարապետ Պողոսյանը պետքա լինի բանտում։ Ինչի հիմա Կարապետ Պողոսյանը չպետք է բանտից դուրս գա, քայլելով, այսենց եթե ուզենա դուրս գա։ Ինչի համար։ Բացատրությունը մեկն է, որովհետև երբ որ գործ ունես անլեգալ իշխանության հետ, այսինքն օրենքից եւ սահմանադրություններից դուրս, այս իրավիճակն է, որ քո գլխին զենքը դրած են իշխում։ Իսկ մենք այդ պետությունը չենք, որ մեր գլխին պետք է զենքը դրած իշխեն, եւ մենք պետք է գտնենք այդ մեթոդը իրենց զինաթափելու։ Սուտը իրենց արդեն զինաթափել ենք, մնում է իրենց այս ֆիզիկական բռնաճնշումները եւ ահաբեկումները զինաթափենք, որը անպայման տեղի է ունենալու։ Թերևս այսքանը ընտրությունների մասով ահագին էլ երկար խոսեցինք։ Դե ինչ ասեմ, այս լրիվ ինքը թուրքական այդ մեթոդն է, որ ընկած են խփելու եւ ավելի փորձելու ցավացնել։ Տեսեք, օրինակ Անդրանիկ Թևանյանի օրինակով, հա, նրան այդ բոլոր օրերից կալանավորեցին այն օրը, երբ վերջի զանգներ իր որդու վերջի զանգին պետք է մասնակցեր։ Հիմա նույն կերպ իրենք բերում են Դիլիջանում տենց ման են տալիս, որպես բան էլի, դե տեսեք, այս ինչ որ հիմա տեսնում եք, դուք բարեհաջող բան եք արել, պատանդ եք պահում այդ մարդուն, որի արդյունքը հիմա, որի արածները հիմա այստեղ տեսնում եք։ Դե սա շատ կարևոր է իմանալ հենց, որ մենք իսկապես քաղաքակրթական պայքարի մեջ ենք, որովհետև մենք հարգանքի եւ աշխարհի կարգուկանոնի համար ենք այս պայքարի մեջ մտած, որպեսզի օրինակ բանը մի հատ նյութ է հայտնվել ու թուրքական մեդիան շատ ակտիվ սրա թեմայով ինչ որ բաներ է անում, հրապարակումներ է անում այս քանի օրը, որ Հոմերը, այդ Ոդիսականի եւ Իլիականի հեղինակը թուրք էր։ Պատկերացնում եք այդ որ անտիկ շրջանի այդ գրողը, որ Թուրքիան ուր էր, հələ պետք է շատ հազարամյակներ անցներ մինչև Թուրքիան գոյություն ունենար, բանից պարզվում է, որ Թուրքիայի համար այդ մարդը թուրք է։ Հիմա տեսեք, ամբողջ հարցը այն է, որ բոլոր մարդիկ եւ հատկապես պետությունները իրանք գործում են ռազմավարություններով, ամեն մեկը իր ինչ-որ խորամանկություն ունի, ռազմավարություն ունի եւ այլն, բայց այդ ռազմավարությունների մեջ բոլորը ինչ-որ էթիկայի նշույլներ են դնում, էլի, ասենք կարմիր գծեր ունեն։ Հիմա այս թուրքական այս բանը ոճը որևէ կարմիր գիծ չունի, որևէ այդպես իր համար նշանակություն էթիկա գոյություն չունի, ամեն ինչի վրայով կարող է տալ անցնել, այնքան որ բան լինի, իր ասածով լինի։ Հիմա այս քաղաքակրթության դեմ է հայերի եւ ոչ միայն հայերի, հույների նաեւ այդ թվում նաեւ այս տարածաշրջանի խոցելի ժողովուրդների պայքարը։ Եվ այս իմաստով այո մեր Դիլիջան եկել է այդպիսի մի մարդ, որը հենց Ռուբեն Վարդանյանին եւ մնացածին պահում է պատանդ
որ իրենց մտքերը իրականան, այսինքն իրենց ստերը, իրենց այս կարմիր գծը չունենալու այս ռազմավարությունը իրականանա։ Այս Հիկմեթ Հաջիևի այցի մասով շատ բան ասելիք չկա, որտեղ այնքան բացահայտ է, թե ինչա կատա։ Միակ բանը, որ կարելի ասել, նայեք, Հիկմեթ Հաջիևը հանգիստ ելումուտ է ունենում Հայաստանում, իսկ օրինակ Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանը հանգիստ ելք չունեն Հայաստանից։ Այսինքն իրականում ինչ է կատարվում, Ալիևի հրահանգով այս մեր հայրենակիցները, քաղաքացիները ապօրինի իրենց ազատությունը սահմանափակված է իրենց իսկ երկրում։ Դուք պատկերացնում եք ինչա կա, կոնցլագեր են սարքել այս երկիրը։ Այս երկիրը սարքել են մեկուսացման ճամբար։ Եվ այս մեկուսացման ճամբարի հեղինակները ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանն է, այլև Եվրոմիությունը, որովհետև իրենք պաշտպանել են կոնցլագեր դարձնելու այս ծրագրի մարդուն, ով որ կոնցլագեր էր սարքում այս երկիրը։ Հիմա ասենք Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը, բայց վաղը մյուսօր մենք ենք լինելու, չէ՞ նաև։ Ու ինչ է նշանակում, ասենք սահմանապահներին հանեցին ռուս սահմանապահներին, ինչը ինքնիշխան պետության պայմաններում ճիշտ կլիներ, բայց ոչ էս ռասիստների պայմաններում, երբ որ իրենք չեն հանել ռուս սահմանապահներին, որ հայերի իրավունքները պաշտպանվի, իրենք հանել են ռուս սահմանապահներին, որ Թուրքիայի հրահանգները կատարեն մեր սահմանի վրա։ Տենց չի, բայց եթե ասենք երկրորդ նախագահի, այս պետության երկրորդ նախագահի վիդեոն ապօրինի բան են անում, ասես տարածում են ԱԱԾ-ի պատասխանատվության տակ սահմանից, ի՞նչ է նշանակում։ Մենք ենք այնտեղ պաշտպանված այդ ռուսները որ կանգնած էին ավելի պաշտպանված էին, ինքս արտահոս կոնը չէր լինի։ Հիմա այսինքն բերել են այս բանը հայերի ազգանուններով սահմանապահներն են կանգնած, բայց փաստորեն թուրքական հրահանգով բան են անում, երկրորդ բանին Ադրբեջանին հաղթած մարդուն տենց այդ վիճակում ներկայացնելով տարածում են։ Հիմա ամբողջ Ադրբեջանն էլ ցնծության մեջ է, օ մեզ հաղթածը տեսեք անձնագիր ասենց տալիս բան։ Դեպ այս իրականում այս պայքարը բերկրանք է, որովհետև բոլոր ժամանակաշրջաններում ռասիզմի, այլատիացության, ֆաշիզմի, ասենց մանր մուներների դեմ պայքարը միշտ հաճույք է եղել եւ պարզապես մի խելագարվեք եւ իմացեք, որ շատ կարեւոր առաքելություն է կստանձնել բոլորդ այս 21-րդ դարի 20-ականների համաշխարհային ռասիզմի դեմ պայքարելու, որի կենտրոնը իրականում այս պահին Հայաստանն է, որովհետև այստեղով է սկսվել այս քաղաքակրթության անկման սկիզբը, որտեվ երբ որ Արցախի անկումը տեղի ունեցավ առաջինը 2020 թվին, չէ, թե երկրորդն, մի խոսքով, բանը Արցախում սկսեց Ալիևը այդ գեշ այդ բռունցքները, չէ՞ դնել, տենց տիպը տեսեք, կապ չունի մարդու իրավունքներ, կապ չունի միջազգային իրավունք, կապ չունի մարդասիրություն, եթե ունես այս բիլակը, խփում ես, հաղթում ես եւ իսկ սա ինչ է, սա հետընթաց է, որովհետեւ մարդկությունը զարգացել է հենց այդ ուժերի զսպման մեխանիզմներ ստեղծելով եւ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, Եվրոխորհրդարանի ստեղծումը, միջազգային դատարանների ստեղծումը, այդ թվում մարդու իրավունքների Եվրոպայի դատարանը, միջազգային քրեական դատարանները, այդ ուժերը զսպելու համար էին, որպեսզի այդ բռունցքը ինքը շատ չհաբրգի, որ չուզենա ինչ ուզենա անի, այլ որ լինեն բոլոր շերտերի արդարությունը պահպանող մեխանիզմներ։ Ու դրա համար մենք երբ որ տեղի ունեցավ այս Արցախի անկումը, Իսրայելը իր ցեղասպանությունը շատ ավելի ուժգին սարքեց, Ամերիկան էս Իրանում ընդհանրապես միջազգային իրավունքը ոտնատակ արեց, թե անչափահաս երեխաների 168 երեխաներին սպանելով, թե ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ղեկավարությանը սպանելով կոպիտ միջազգային իրավունքի խախտմամբ, այսինքն լծվեցին մի բանի մեջ, որը անթույլատրելի էր Ալիևի հաղթանակից հետո, Ալիևի պսևդո հաղթանակից հետո, որովհետեւ այդտեղ ոչ թե Ալիևը հաղթել է, այլ Նիկոլ Փաշինյանն է հաղթել եւ այդտեղ մեր պարտությունը այնքանով է, որ մենք պարզապես չենք կարողանում դեռևս ազատվել
այս երկիր մոլորակի վնաս հասցնող այս խնդրից։ Հենց որ հաճույք ստացեք այս պայքարից։